Լուսացույցի սյուներ, փողոցային ցուցանակներ, բասկետբոլի զամբյուղ եւ պարզապես այն ամենն, ինչից հնարավոր է կախվել։ Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են այսպիսի տեսանյութեր։ TikTok-ում եւ Instagram-ում մեծ տարածում գտած այս թրենդը հանդիպում է նաեւ սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում։ Շատ հաճախ հենց դեռահասներն են նման տեսանյութեր հրապարակողները։ Երևանի տարբեր փողոցներում տիկտոկյան եւ ինստագրամյան օգտատերերը նկարահանում են իրենց հիմնականում փողոցների անունները կրող ցուցանակներից կախված։ Այսպիսի տեսանյութերի դիտումները տասնյակ հազարներից կարող են հասնել մինչև մի քանի միլիոնի։ Օգտատերերը հաճախ նաեւ ոգևորում են միմյանց նմանատիպ բովանդակությամբ տեսանյութեր հրապարակելու համար։ Թրենդներին արձագանքելն ու կրկնօրինակելը խրախուսվում է TikTok-ում, ընդգծում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Կարելի է նույնիսկ ինչ-որ տերմին մտցնել, որ թրենդերի զոհ դարձած մարդիկ կան եւ նաեւ անշարժ գույք։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես արդեն 3 տեսել եմ կոտրած ցուցանակներ Երևանում, որտեղ TikTok-ի ալգորիթմը խրախուսում է, որ նմանատիպ վիդեոներ ավելի շատ մարդ տեսնեն։ Իսկ այսօր շատ մարդիկ երազում են դառնալ հայտնի, TikTok-ը հենց առաջին հարթակն է, որ ստեղծեց հնարավորություն ասես 0-ից մի շաբաթում դառնալ հայտնի, մի օրում թեկուզ։ Մարտիրոսյանը նաև հիշեցնում է դեպք, երբ թրենդը անգամ մարդկային կյանք է խլել։ Օրինակ մի քանի տարի առաջ կար, որ 3-ով գնում էին, այն մեջտեղին ոտքով տակից թում էին, սա անգնում էր մեջքի վրա։ Չգիտեմ, երևի ինչ որ մարդկանց համար դա շատ ուրախ էր, բայց ես հիշում եմ Բրազիլիայում նույնիսկ մարդ մահացավ։ Վերջին օրերին Facebook-ում մի շարք օգտատերեր կոչ են անում ոստիկանությանը եւ համայնքային իշխանություններին ուշադրություն դարձնել այս երևույթին, նշելով, որ դրա պատճառով համայնքային գույքը վնասվում է։ Տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է կոտրված փողոցային ցուցանակ։ Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ անպատասխանատու նման վարքագիծ դրսևորելուց։ Քաղաքային գույքը բոլորինս է եւ դրանց հանդեպ խնամքն ու հոգատար վերաբերմունքը կարևոր նշանակություն ունեն քաղաքի արտաքին տեսքի, հարմարավետության ու անվտանգության ապահովման համար։ Նման վարքագիծը կարող է հանգեցնել ընդհուպ միջև քրեական պատասխանատվության։ Ներքին գործերի նախարարությունն էլ հորդորում է չհետևել բարձր ռիսկայնության եւ անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով կատարում են պարային շարժումներ։ Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ, նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Համացանցային թրենդների նկատմամբ առավել խոցելի են դեռահասները, նրանք հաճախ փորձում են առանձնանալ հասակակիցներից, ձգտում ճանաչելիության եւ այսպես ասած շատ լայքեր հավաքելու։ Փորձագետ Նելի Դուրյանի դիտարկմամբ հենց այս պատճառով է կարեւոր, որ ծնողները, ուսուցիչները եւ ամբողջ հանրությունը պետք է լինեն մեկ քայլ առաջ։ Հետևեն, ինչով են հետաքրքրված դեռահասները, ինչ թրենդներ են տարածվում համացանցում եւ ժամանակին կանխեն հնարավոր վտանգները։ Կանխարգելման ամենաառաջին մեխանիզմն է, որ մենք ուղղակի այս պահին քանի որ սա արդեն իսկ կա, երեխաներն դեռահասները, երիտասարդները տեսնում են, մեկ ծնողներս իրազեկված լինենք, խոսենք երեխաների հետ։ Դպրոցներում աշխատանք տարվեն երեխաների շրջանում։ Այս միտումը սկսվել է տիկտոկեր Аарոն Բրաունից։ Նա կախվել էր լուսացույցի սյունից եւ պարային շարժումներ անելով կրկնում էր տեսանյութում հնչող երգի բառերը։ 4500 հետևորդ ունեցող բլոգերի տեսանյութը 3.5 միլիոնից ավելի դիտում է հավաքել, 760 000 հավանում եւ ավելի քան 500 մեկնաբանություն։ Սա նրա ամենաշատ դիտված տեսանյութն է։ Տեսանյութում Kid Cudi Maui Waui երգն է։ Այն թողարկվել է 2008 թվականին, բայց միայն հիմա 2025 թվականի աշնանը այն հայտնվել է Billboard 100 չարտում։ Այս առիթով երգիչը հայտարարություն է արել Instagram-ում։ 17 տարի անց Billboard-ի հիթ շքերթում դեբյուտ 71 հորիզոնականում։ Սա չհնացող երաժշտության իրական օրինակ է։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներիս, ովքեր սա հնարավոր դարձրեցին։ Շատ եմ սիրում ձեզ, շարունակեք նույն տեմպով։ Բացի այդ, TikTok-ի երաժշտական հիթ շարքերում շաբաթներ շարունակ երգը գտնվել է առաջին հորիզոնականում։ Սա նշանակում է, որ այդ օրերին տիկտոկյան տեսանյութերի մեծ մասը հրապարակվել է հենց այս երաժշտությամբ։
Հետ եմ գնում Հոնոլուլու դա ստանալու համար, այն է Maui Wowie։ Երիտասարդ բլոգերները այս նախադասությունն են կրկնում։ Պարզվում է Maui Wowie-ն Հավայան կղզիներում արտադրվող սատիվա տեսակի մարիխուանա է։ Փորձագետի խոսքով, երբ նման թրենդներ են տարածվում փողոցներում ու հասարակական վայրերում, չպետք է անտարբեր մնալ։ Պետք է մոտենալ, զրուցել դեռահասների հետ եւ բացատրել վտանգները։ Անչափահասը անում է իրավախախտումը, նոր է մտածում, թե ինչ է արել։ Այսօր ինտերնետի միջոցով, սոցկայքերում, մյուսնոսես TikTok-ներում, այս վտանգավոր ճակերտներով ասած, բավականին նուրբ ասած վտանգավոր այս խաղերը, խաղեր են դա այս տրենդեր են, տեսնելով անչափահասները, դեռահասները, երիտասարդները կրկնօրինակում են նույն ճանաչելիությունը կամ հետաքրքրասիրությունից ելնելով եւ չմտածելով, չգիտակցելով, որ սա ուղղակի վտանգավոր է իրենց հենց սպառնում է իրենց կյանքին։ Տարբեր երկրներում օրենքով սահմանափակվում է վտանգավոր կոնտենտի հասանելիությունը, իսկ Հայաստանում նման կարգավորում չկա, ուստի անհրաժեշտ է, որ ծնողները եւ հասարակությունը զգոն լինեն։